Այսօր մենք պետք է անցնենք դետերմինանտներին և նայելով կոնսպեկտի ցանկը դու կարող ես այստեղ նկատել, որ դետերմինանտները իրանից ներկայացնում են մեր դասընթացի մի ամբողջ մաս և բավական խոշոր ծավալ են գրավում։ Սակայն մենք այս ամենից շատ արագ ենք անցնելու, որովհետև սա նախատեսված այս մեծ ծավալը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք դեռ ընդհանրապես չեն անցել երբևիցե դետերմինանտ, իրանք տեղյակ չեն ինչպես են դետերմինանտը հաշվում, ասենք տեղյակ չեն այն կանոններից, որ եթե դետերմինանտի երկու տողերը երկափոխենք նշանը կփոխվի, Լապլասի կանոն, եռանկյան կանոն, այդ ամեն ինչից իրենք տեղյակ չեն, բայց դուք այդ ամեն ինչ անցել եք առաջին կուրսում, հետևաբար մենք այս նյութերի մասին այս նյութերի վերև ավելի արագ ենք անցնելու։ Եկեք մենք ավելի արագ մի հատ ուրիշ սահմանման միջոց ներկայացնենք ռեկուրսիվ մեթոդներով, հուսով եմ դիսկրետ մաթեմատիկայից կամ ալգորիթմի տեսությունից անցել եք ռեկուրսիվ ինչ է նշանակում, այսինքն ինչպես, նախ սահմանենք մեկը մեկի վրա մատրիցների դետերմինանտները, եթե մատրիցը մեկը մեկի վրա դետերմինանտ է, այսպես փոքրիկ մատրից է, տարից է բաղկացած, նա ինքը հավասար է հենց ինքը իր դետերմինանտին։ Եթե մատրիցը երկուսը երկուսի վրա դետերմինանտ է, հա, այսպիսի դետերմինանտ է, ինքը հավասար է ձեզ առաջի կուրսից ծանոթ կանոնին, հավասար է այս տար անգամ այս տար, հանած այս տար անգամ այս տար, այս կանոնը, տեսեք, ձեզ քաջ ծանոթ առաջի կուրսից։ Ինչպես մենք սահմանենք երեքի վրա մատրիցների դետերմինանտները, օգտվելով այս կանոններից, մինչև հիմա ասած մեթոդներից, նայեք, վերցնենք 3-3-ի վրա մի հատ մատրից և այսպես սահմանենք իր դետերմինանտը, վերցնենք առաջի տարրը, գրենք այստեղ, հետո այս մատրիցից, որ առաջի տողը և առաջի սյունը որ հանենք, ինչ կմնա, կմնա իհարկե այս մատրիցը, որի դետերմինանտը մենք արդեն գիտենք ինչ է, որտեղ ինքը երկուսը երկուսի վրա մատրից է։ Իրան տեղադրենք ահա այստեղ, հաշվենք իր դետերմինանտը։ Նույն կերպ վերցնենք այս երկրորդ տարրը, դա բազմապատկենք այս մատրիցով, սա այս մատրիցը ինչից է բաղկացած, այս կտորից և այս կտորից։ Բազմապատկենք իրար, բայց նկատենք, դրանց առաջ դնենք մինուս նշան։ Եվ վերջի քայլում վերցնենք ահա այս տարրը, դա բազմապատկենք այս մատրիցի դետերմինանտով, վերած այստեղ, և սա գումանենք նրանց պլյուս նշանով։ Կստացվի այս 3 գումարները, որը փաղագծերը բացելուց հետո հասկանում եք, որ մնում է 6 գումարելիներ։ Սովորական են աստղաձև կանոնն է այստեղից ստացվում։ Ինչպես, երկուսը երկուսի վրա մատրիցի դետերմինանտը հաշվում այս կանոնով, այսինքն այս տարր անգամ այս տարր, հանած այս տարր անգամ այս տարր, տեսեք կարմիրով գրված են գումարվող տարրերը, կապույտով հանվող տարրերը։ 3-3-ը վրա մատրիցների համար, այս այն աստղաձև կանոնն է ձեզ էլի ծանոթ առաջի կուրսից, այս 3 տարրերի արտադրյալ, գումարած այս 3 տարրերի արտադրյալ, գումարած այս 3, հանած, այս 3 տարրերի արտադրյալ, հանած այս 3, հանած այս 3։ Կամ այս նույն մեթոդը մի քիչ ուրիշ ձև կա գրելու, այսպես կարելի է գրել։ Վերցնում ենք մեր մատրիցը 3-3-ի վրա։ Առաջի տողը և երկրորդ տողը վերցնում արտագրում ենք այստեղ, copy paste ենք անում ևս 2 հատ այստեղ, այս հատվածում։ Հետո վերցնում ենք այս 3, անգամ այս 3, անգամ այս 3, այս կարմիրով նշածները պլյուս նշանով, այս 3, այս 3, այս 3, մինուս նշանով։ Երկու դեպքում էլ ստացվում է ձեզ շատ լավ ծանոթ բանաձև։ Ահա, այստեղ նմուշ օրինակները խնդրում եմ ինքնուրույն նայեք, սա 3-3 դետերմինանտը հաշվելու ձևն է, սա կոմպլեքս դետերմինանտը նույն պատմությունը, սա մոդուլյար վերջավոր դաշտերի վրա տված դետերմինանտները։
Հիմա ինչպես են ստեղից անցնում են 4-րդ, 5-րդ, 6-րդ աստիճանի մատրիցների դետերմինանտի հաշվանը։ Վերցնենք մեր ամատրիցը, նրա վրա նշենք, ֆիքսենք AIJ տաժը։ Ֆիքսելուց հետո նրանից տեսեք, եթե հանեմ ես այս իրա սյունը եւ հանեմ իրա տողը, ինչ կստացվի։ Կստացվի ինչ ավելի մի հատ մատրից, փոքր մատրից n-1-ը n-1-ի վրա։ Օրինակ, ահա այս վերքերի օրինակում, եթե ես հանեմ առաջին տաժը, այսա, եթե հանեմ տողով եւ սյունով միասին, կմնա այս մատրիցը, որը էսա է։ Տեսնեք, նույնը ինչ որ մենք մի քիչ առաջ 2-3 մատրիցներ ենք անում, հիմա 4-ը 4-ի վրա։ Կարելի է նման բան անել, կարելի է։ Հիմա կարելի է արդյոք այսպեսի մի բան անել, տեսեք, վերցնել կամայական մատրից, վերցնել նրա առաջիսյան բոլոր տաժերը, յուրաքանչյուր տաժ բազմապատկել այդ ստացված մատրիցի, սա կոչվում է մինոր, առաջի կուրսից հիշեք, այդ մինորի դետերմինանտով առաջի տաժը բազմապատկած իրա մինորի դետերմինանտով, երկրորդ տաժը իրա մինորի եւ իրար գումարած պլյուս նշաններով, տեսնում եք։ Եվ այս գումարը, որը կարելի է այսպես գրել, տեսեք, սա ինչա գրած։ Յուրաքանչյուր AIJ տաժը բաղկացած այս մեծատար AIJ-ով, մեծատար AIJ-ին ով է MIJ մատրիցի դետերմինանտը բազմապատկած -1-ի I + J աստիճանով։ Այս -1-ի I + J աստիճանը գրում ենք, որ այս -+++-ի պահապահովի։ Այս գումարը իրենց ներկայացնում է դետերմինանտ ան։ Սա էլ եղավ դետերմինանտի սահմանումը։ Այ ովքեր հիշում են առաջի կուրսից Լապլասի կանոնը, հիմա տեսակ, որ փաստորեն Լապլասի կանոնով բացեցինք մեր այս մատրիցը ըստ իր առաջին սյան, չէ՞։ Այս օրինակները խնդրում եմ ինքնուրույն արեք, ոչ մի բարդ բան չկա, օրինակ տեսեք, այս մատրիցը 4-ը 4-ի վրա իր դետերմինանտը ոնց կարելի է հաշվել։ Վերցնում ենք իր առաջի սյան տաժերը, որոնք 4 հատ են, 1, 2, 3, 4։ Ամեն մեկը բազմապատկվում է իր մինորի դետերմինանտը, անգամ -1 ինչ որ աստիճանը գումարվում հավասար է 10։ Ուրեմն այս մատրիցի դետերմինանտը հավասար է 10-ի։